Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանն է։ Պարոն Մինասյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հայաստանի քաղաքասարակության 19 ներկայացուցիչ մեկնել էին Ադրբեջան, այդ թվում նաև դուք Գաբալա քաղաք, մասնակցելու խաղաղության կամուրջ նախաձեռնության։ Ինչ տպավորություններով եք վերադարձել։ Նախ եւ առաջ թերևս մի փոքր նախապատմությունից սկսեմ։ Ժամանակին դեռ տարիներ շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները, փորձագետները, մեդիա ներկայացուցիչները մասնակցել են ամենատարբեր, այսպես, երկխոսության ծրագրերի։ Դրանք հիմնականում տեղի են ունեցել երրորդ երկրների տարածքում, երրորդ երկրների տարբեր դոնորների միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Հաշվի առնելով վերջին տարիների, մասնավորապես օգոստոսյան գագաթնաժողովից հետո այն դրական դինամիկան, որը կա խաղաղության գործընթացում, ըստ էության եղել են նախաձեռնություն, որ այդ շփումները երրորդ երկրների տարածքում կազմակերպելու փոխարեն դրանք կազմակերպվեն արդեն հենց երկու երկրի տարածքում եւ այդ գաղափարը ըստ էության աջակցություն է ստացել նաեւ կառավարությունների կողմից եւ դրա հիման վրա արդեն նախորդ տարվա վերջին մեկնարկեց այս շփումների ձևաչափը, որը ստացավ խաղաղության կամուրջ նախաձեռնություն անվանումը։ Դրա շրջանակում ամենասկզբում տեղի ունեցավ 5 ադրբեջանցի քաղաքասարակության ներկայացուցիչների այցելությունը Երևան, դրանից հետո արդեն մենք 5 հոգանոց պատվիրակությամբ այցելեցինք Բաքու եւ դրանից հետո արդեն որոշում կայացվեց ընդլայնել կազմը։ Այս անգամ 2 ամիս առաջ Ծաղկաձորում մենք հյուրընկալեցինք արդեն 20 հոգանոց ադրբեջանական պատվիրակության եւ մենք 20 հոգանոց պատվիրակությամբ օրեր առաջ այցելեցինք Ադրբեջանի Գաբալա քաղաք։ Այս շփումները բավական կարեւոր են, որովհետեւ առաջին հայացքից շատերը կարող են ասել դե ճանաչում ենք, ինչ են խոսում, ինչ են ասում, լավ գիտենք, բայց իրականում այսպես լրատվականներով կարդացած այդ հարցազրույցները կամ մեկնաբանություններ կարդալիս ամբողջական պատկերացում չես կարողանում ստանալ, որովհետև այդ քարոզությունը մեկ բան է, սակայն իրական մտքերը, իրական դատողությունները լրիվ այլ բան, հետեւաբար տետատետ փակ շփումների ընթացքում հնարավորություն կա ծանոթանալու իրական դիրքորոշումներին, իրական մոտեցումներին, տարանջատելու ինչն է քարոզություն, ինչն է իրական մտահոգություն։ Մյուս կողմից կարևոր է նաև այս սառույցը կոտրել երկու հասարակությունների միջև, որովհետև 30 տարի փաստացի շփումներ չեն եղել եւ ցավոք սրտի, երբ հայ փորձագետը այցելում է Ադրբեջան կամ ադրբեջանցի փորձագետը այցելում է Հայաստան, դա համարվում է ինչ-որ պատմական իրադարձություն։ Կարծում եմ կարևոր է, որ սա դառնա նորմալ շփում, որովհետև ցանկացած այլ կոնֆլիկտների դեպքում եւս, երբ գործընթացը մտնում է կարգավորման փուլ, քաղաքասարակության ներգրավումը բավական կարևոր է։ Ինչու, որովհետև ի տարբերություն track 1-ի կամ այսպես պաշտոնական մակարդակով բանակցությունների, քաղաքասարակությունը ունի ավելի մեծ ճկունություն, քաղաքասարակությունը կաշկանդված չէ ինչ որ բառ արտաբերելիս, այսինքն պաշտոնյաների դեպքում մի քանի անգամ ծանոթ են անում որևէ բառ արտաբերելիս կամ նոր գաղափարներին բավական զգուշավորությամբ են վերաբերվում։ Քաղաքասարակության դեպքում այդ կաշկանդվածությունը չկա, ավելի անկաշկանդ են գործում, ավելի մեծ ճկունություն կա, ինչպես նաև քաղաքասարակությունը ավելի ակտիվ է նոր ստեղծարար ինչ որ գաղափարներ առաջ քաշելու տեսանկյունից, որովհետև գիտեք, երկու երկրների միջև կան հարյուրավոր խնդիրներ, որոնք կուտակված են, տասնամյակներով չեն լուծվել, դրանք բավական այսպես հրատապ անհրաժեշտություն կա դրանց լուծման, սակայն այդ զգուշավորությունը track 1-ում միշտ չի որ հնարավորություն է տալիս հնարավորինս արագացնել դրանց լուծման գործընթացը, հետեւաբար մեր այս նախաձեռնությունը կարծես աջակցողի դերակատարում է ստանձնում, ինչ որ առումով նոր գաղափարներ գեներացնելու եւ առաջարկելու համար նաեւ որոշում կայացնողների։ Մի օրինակ բերեմ, նույն մեր սահմանահատումը, ցամաքով սահմանի հատումը, որը սկզբից ադրբեջանական կողմը անցավ, հետո մենք այդ նույն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատված հատվածով մենք անցանք, ըստ էության սա եւս մեր նախաձեռնության գաղափարներից մեկն էր, որը ըստ էության կրկին աջակցություն ստացավ կողմերի կառավարությունների կողմից, ինչը բավական կարևոր է եւ բավական խորհրդանշական նշանակություն ունի։ Փաստացի, երբ մի երկրի քաղաքացին հատում է մյուս երկրի տարածքը, հետևելով նաև բոլոր ընթացակարգերին, սահմանապահներին, հսկողություն եւ այլ հսկողություններ, սա նաև հստակ ուղերձ է, որ տվյալ երկիրը ճանաչում է, որ գոյություն ունի սահման, սահմանազատված սահման, ճանաչում է այդ երկրի օրենսդրությունը, իրավազորությունը, նրա ընթացակարգերը։ Հետեւաբար հաշվի առնելով նաև ադրբեջանական կողմից տարիներ առաջ դեռ հնչում էին, չէ՞, որ մեր քաղաքացիները չպետք է առնչվեն հայ սահմանապահի հետ, մենք չենք ճանաչում այդ
իրավազորությունները եւ այլն հիմա մենք փաստացի գործնականում լրիվ հակառակ պատկերը ստացանք, ինչը բավական կարեւոր է։ Կոնկրետ ինչ արդյունքներ շոշափելի տվեցին ձեզ այս շփումները։ Արդյունքների մասով բնականաբար չափելիությունը շատ բարդ է, որովհետև այստեղ խնդիրը ավելի շատ փոխվստահության մթնոլորտի ձևավորման վրա է եւ 1, 2, 3, 4 հանդիպումների արդյունքում այսպես շոշափելի, այսպես առաջընթաց գրանցելը բնականաբար իրատեսական չէ։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ այսպես ռոմանտիկների խմբակ չենք, մենք էլ լիովին պատկերացնում ենք այս հակամարտության ծանրությունը, այն ողբերգությունները, այն ցավը, որի միջով անցել ենք երկու ժողովուրդներն էլ ըստ էության, այն արյունահեղությունները, որ եղել են, հետեւաբար մեր խնդիրն է հնարավորինս թափ գնահատել, թե որ ուղղություններով են հնարավոր անել որոշակի քայլեր, որոնք են այդ ամենաիրատեսական դաշտերը, որտեղ կարելի է աշխատել, եւ արդեն իսկ օրինակ կան գաղափարներ համատեղ հոդվածների, կան գաղափարներ համատեղ հետազոտություններ անցկացնելու, համատեղ միջոցառումներ անցկացնելու հետ կապված, որովհետեւ այս շփումները բավական կարեւոր են երկու կողմերում արկա կարծրատիպերը անվստահությունը հաղթարելու տեսանկյունից։ Հիմա օրինակ գաղափար կա հետագայում, եթե շարունակության մասին արդեն խոսենք, հետագայում որոշակի փոփոխություններ կատարել ձևաչափի առումով եւ ավելի շատ կենտրոնանալ նեղ մասնագիտական խմբերի վրա, որովհետեւ ինչպես նշեցի, ամենատարբեր ոլորտներում կան կուտակված խնդիրներ, օրինակ նույն տրանսպորտային ոլորտում։ Մենք հիմա տեսնում ենք, որ կան որոշակի դրական զարգացումներ երկու երկրների միջեւ, մասնավորապես Ադրբեջանը թույլատրել է իր տարածքով դեպի Հայաստան տարանցումը բեռների հայկական կողմը եւ ըստ պատրաստակամություն է հայտնել։ Հիմա օրինակ կա գաղափար կազմակերպել այս ոլորտի մասնագետների, փորձագետների, նեղ փորձագետների որոշակի շփում, դուրս բերելու այն հնարավոր անելիքները, այն հնարավոր գաղափարները, որոնք եւ այն տարբերակները ենթակառուցվածքների, որոնք կարող են կապել երկու երկրներին եւ բավական արդյունավետ լինեն ի թիվս արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների։ Այսինքն մեր խնդիրը չէ փոխարինել քննարկող ինչ-որ հարցեր, մեր խնդիրն է փորձել հնարավորինս աջակցել։ Նույնը վերաբերում է նաև մեդիա ոլորտին, որովհետև մենք էլ գաբալային բարձրացրել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում հակահայկական նարատիվների շրջանառման խնդիրը, ընդգծել ենք, որ դա որևէ ձևով չի տեղավորվում խաղաղության գործընթացի շրջանակում։ Իրենք այսպես բավական կարևոր է, իրենք էլ ընդունում են, որ կա խնդիր եւ այդ թվում նաև ակնկալում են մեր ձևաչափից որոշակի ռեկոմենդացիաներ, առաջարկներ, թե ինչ է հնարավոր անել, ինչ նոր գաղափարներ կա, որպեսզի իրավիճակը փոխվի։ Միևնույն ժամանակ արձանագրում են, որ ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտության դեպքում, երբ երկու երկրներն էլ ակտիվորեն գնացել են դեհումանիզացիայի ճանապարհով, հիմա շատ բավական բարդ է այդ անիվը հետ պտտել կամ կանգնեցնել, հետեւաբար դա որոշակի ժամանակ կպահանջվի։ Այնուամենայնիվ, բնականաբար մեր ակնկալիքները ավելին է, մենք ցանկանում ենք, որ այս միջավայրը հնարավորինս շուտ փոխվի, որովհետև եթե առնվազն բարձր մակարդակով հայտարարում է, որ կա խաղաղություն հաստատված, առնվազն տարօրինակ է, երբ քարոզչական տարբեր լրատվամիջոցներ շարունակում են հին խոսույթների շրջանառումը կամ օմբուդսմենի մակարդակով ամենախնդրահարույց հայտարարություններ է արվում Ադրբեջանի կողմից։ Հետաբար այս բոլոր հարցերը մենք բարձրացնում ենք, սրանք մեր օրակարգում են եւ կարծում եմ սա այն հիմնական ուղղություններից մեկն է, որի վրա մենք պետք է կենտրոնանանք առաջիկայում։ Ձեր գնահատմամբ Հայաստանում նման նախաձեռնությունները ստանում են հանրային աջակցություն։ Իմիջիայլոց հանրային ընկալումների հարցը եւս քննարկել ենք եւ այստեղ բավական հետաքրքիր նմանություն ունենք թե Հայաստանում, թե Ադրբեջանում, որովհետեւ իմիջիայլոց այս նախաձեռնության համահիմնադիրները մենք այստեղ ադրբեջանական կողմը այնտեղ այդ 5-5 ձևաչափերով մենք կազմակերպում ենք եւ անցկացնում ենք նաեւ ամենատարբեր շփումներ հանրության տարբեր ներկայացուցիչների հետ, այսինքն մեդիա ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, փորձագետներ, մարզային այցելություններ են ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, նույնը նաեւ իրենք են անում, որպեսզի նաեւ հասկանանք հանրային ընկալումները, որովհետեւ մի բան է մեր պատկերացումները, սակայն մեկ այլ բան է Հայաստանի շարքային քաղաքացին ինչ է մտածում, ինչ առաջնահերթություններ տեսնում, ինչ մտահոգություններ ունի։ Հետևաբար սա նաև մեզ համար է բավական կարևոր, որպեսզի դառնանք նաև նրանց այդ ուղերձները փոխանցողը մյուս կողմին։ Եվ մենք գաբալայում նաև քննարկեցինք ով ինչ արդյունքներ է տեսել, եւ բավական հետաքրքիր է, որ երկու երկրներում էլ ընկալումը միանշանակ չէ։ Այսինքն կա մի հանրությունների միջև մեջ կան
խմբեր, որոնք թե այստեղ թե այնտեղ աջակցում են այս գործընթացին, միան այսպես երկու ձեռքով աջակցում են։ Կան խմբեր, որոնք այսպես որոշակի թերահավատություն ունեն։ Գիտակցում են, որ երկխոսությունը կարևոր է, բայց օրինակ ասում են, իսկ միգուցե պետք չէ այսքան շտապել, պետք է ավելի զգուշավորություն ցուցաբերել, ինչպես Հայաստանում տարածված խոսույթ կա, չէ՞, թուրքը մնում է թուրք։ Նույն ձևակերպումով իրենք էլ ունեն հայը մնում է հայ։ Հետաբար այդ անվստահությունը երկու հասարակություններում էլ կա։ Կան նաև ավելի ռադիկալ, այսպես առավել ընդգծված սկեպտիկներ, որոնք ասում են, միևնույնն է, ինչքան էլ գնալ գաք, ինչքան էլ շփվեք, միևնույնն է, սա որևէ արդյունքի չի բերի։ Կան նաև ավելի ռադիկալ տրամադրված շրջանակներ, մեր դեպքում օրինակ ասում են ընդհանրապես պետք չի երկխոսել, Ադրբեջանի դեպքում ասում են չէ ինչ երկխոսություն, պետք է քանի դեռ Հայաստանը այսպես ուժային անհավասարակշռություն կա, պետք է մինչև վերջ գնալ, պետք է սեղմել, պետք է մաքսիմալը փոկել Հայաստանից։ Այսինքն հանրությունը միակարծիք չէ, հանրության մեջ ամենատարբեր խմբեր կան եւ բավական կարեւոր է, որպեսզի այդ առաջի խումբը, որը աջակցում է այս գործընթացին, դառնա դոմինանտ մյուս ուժերի նկատմամբ եւ դրա համար էլ մենք փորձում ենք հնարավորինս թափանցիկ աշխատել, նույն հարցազրույցների ձևով ասուլիսների ձևով փորձում ենք բացատրել այս նախաձեռնության նպատակը որն է, որովհետև էլի այնպես չի որ մենք տենց ռոմանտիկների խմբակ ենք, որոնք այսպես կուրորեն հավատում է այս ամեն ինչի հաջողությանը, չէ, մենք էլ գիտակցում ենք բարդությունը, մենք էլ հասկանում ենք, որ կան հազար մի խնդիրներ, սակայն նաև գիտակցում ենք, որ թեև այս նախաձեռնության հաջողությունը երաշխավորված չէ, իհարկե որևէ մեկը չի կարող երաշխավորել, որովհետև կան ամենատարբեր գործոններ, որոնք ուղղակի մեզնից չեն կախված։ Այնուամենայնիվ երաշխավորված է այն, որ եթե մենք ձեռքներս ծալած նստենք եւ որևէ բան չձեռնարկենք, ամենայն հավանականությամբ իրավիճակը ոչ միայն կմնան այսքան վատ, այլ անգամ կարող է ավելի վատանալ, այսինքն եւ այդ հակահայկական նարատիվները կարող են խորանալ, թշնամանքը կարող է խորանալ, ել չեմ ասում, որ դա ի վերջո կարող է հանգեցնել նորից էսկալացիայի, արյունահեղության եւ այլն եւ այլն։ Հետեւաբար մեր որոշումն է փորձել օգտվել այս հնարավորությունից, որովհետեւ հիմա Հայաստանում բավական ակտիվ են այս քաղաքական շրջանակներում, երբ հետահայաց են գցում մեր վերջին 30 տարվան եւ ասում են, գիտեք, օրինակ մենք ունեինք այնուամենայնիվ հնարավորություններ Ղարաբաղյան հիմնախնդիրը հոգուտ մեզ լուծելու համար, մենք բաց ենք թողել բանակցային այդ հնարավորությունները եւ հիմա այսպես ափսոսանքով են նայում այդ հնարավորություններին, համատելով նաև ներկայիս իրողությունները։ Հիմա մեր խնդիրն է, մենք էլ գիտակցում ենք, որ այսօր հաշվի առնելով այս դրական դինամիկաներ բանակցային գործընթացում եւ այլ թրեքերով, որ սա էլ ինչ որ յուրահատուկ հնարավորություն է, որը չօգտագործելու դեպքում ամենայն հավանականությամբ մի քանի տարի հետո մենք ունենանք շատ ավելի վատ իրավիճակ, շատ ավելի վատ դիրքեր եւ այդ դիրքերից էլի մեր գլխին կտանք, ասենք, բա գիտեք 2025-26 թվականներին հնարավորություն կար, որը մենք էլի բաց թողեցինք։ Մեր նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք էլի չունենանք բաց թողնված հնարավորություններ, ճիշտ է, քննադատություն կա, անվստահություն կա, սակայն ոչինչ չանելը միանշանակ երաշխավորված վատ արդյունքներ է ունենալու, հետեւաբար թեև կա քննադատություն, նախընտրել է քննադատության պայմաններում աշխատել այն հույսով, որ հնարավոր է ինչ-որ հարցերի լուծումը ավելի մոտեցնել մեկ քայլով։ Պարոն Մինասյան, Ադրբեջանում գտնվելու ժամանակ եղել են պահեր, որ զգացել եք, ձեզանից սպասում են մեղմ ավելի զիջող դիրքորոշում։ Բավական կարևոր է նաև ընդգծել, որ մեր հանդիպումների ընթացքում մենք չունենք թեմատիկ սահմանափակումներ։ Այսինքն մենք այնտեղ գնում ենք եւ որևէ ձևով կաշկանդված չենք մեզ հուզող հարցերը բարձրացնել։ Մենք խոսում ենք մեր հանրությանը հուզող բոլոր հարցերից, սկսած ռազմագերիներից, սկսած սահմանազատման գործընթացից։ Գերիների հարցը եւս բարձրացվել է։ Միանշանակ, անհետ կորածների հարցը։ Եվ բոլոր այն հարցերը, որոնք հուզում են մեր հանրությանը եւ ինչպես նշեցի, մենք ամենատարբեր հարցեր հանդիպումներ ենք անցկացնում, որպեսզի նաեւ հասկանանք մեր հանրությանը հուզող իրական հարցերը որոնք են։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք, մենք փորձում ենք հիմնավորել, փորձում ենք նաեւ հասկանալ մյուս կողմի դիրքորոշումը, ինչ փաստարկներ են բերում, դրանցից որոնք են հիմնավոր, որոնք չէ։ Որպեսզի գտնենք այս բանավեճերի արդյունքում փորձենք գտնել այն լուծումը կամ այն առաջարկները, որոնք կարող են աշխատել այդ հարցերի լուծման ուղղությամբ։ Գործընթացը բավական բարդ է, բայց առնվազն երկու կողմն էլ այսպես կոռեկտություն է ցուցաբերում քննարկումների ժամանակ, իհարկե հարգանքի փոխադարձ հարգանքի պայմաններում են ընթանում քննարկումները, սակայն դա չի կաշկանդում ցավոտ եւ մեզ հուզող հարցերի բարձրաձայնումը։ Ինչպես են մեկնաբանում գերիների հարցը։ Իհարկե, այստեղ հիմնականում հնչում են այն ավանդական բացատրություններ, որոնք կարելի է հանդիպել նաև իրենց մեդիադաշտում, մասնավորապես որ
խնդիրը հանցանք պատիժ հասկացությունների մեջ է, նրանք պատժվում են եւ այլն, սակայն մեր դիրքորոշումը եւս հստակ է, որ քանի դեռ Բաքվում կան հայ ռազմագերիներ, այդ գործոնը ըստ էության որովհետեւ չի տեղավորվում այս խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, բացի այդ մեր հանրային ընկալումներում հանրության մեծամասնության մոտ բարձ հարց է առաջանում, եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ինչու են Հայաստանի քաղաքացիները կամ մեր հայրենակիցները գտնվում Ադրբեջանում, հետաբար դա բավական կարևոր ժեստ կարող է դառնալ նրանց ազատ արձակումը եւ որը միանշանակ նաեւ կազդի խաղաղության գործընթացի առաջմղման վրա։ Միևնույն ժամանակ այստեղ արդեն որպես մասնագիտական հայացքով նայելով այս ամեն ինչին, կարծում եմ ադրբեջանական կողմը նաև գիտակցում է գերիների կարևորությունը, որքան էլ ցավալի է դա նշել, որպես խաղաքարտ իրենց համար։ Եվ ընդ որում ոչ միայն դա, այլ նաև նույն սահմանազատման գործոնը, հայ-թուրքական սահմանի փակ լինելը, դրանք խաղաքարտեր են Ադրբեջանի համար եւ Ադրբեջանը չի ցանկանում հեշտությամբ այսպես զրկվել իր խաղաքարտերից, առավել եւս նույն քննարկումների ժամանակ մենք տպավորություն ստացանք, որ ըստ ադրբեջանական կողմի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները անկանխատեսելի են իրենց արդյունքի տեսանկյունից եւ նրանք ցանկանում են պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարներին, որպեսզի անկախ նրանից ինչ արդյունք կլինի հունիսյան ընտրությունների արդյունքում դրա հաջորդ օրը իրենք ունենան պահպանեն այն գործիքակազմն, այն ազդեցության ճնշման լծակները, որոնք մինչև որոշ նրանց ձեռքին են։ Իրենք հասկանում են, որ պետք է չխառնվեն մեր ներքին գործերը։ Իրենք հստակ ընդգծում են, որ Հայաստանի ընտրությունը դա ձեր ներքին գործն է, դա Հայաստանի ներքին գործն է, սակայն առնվազն իրենց համար քաղաքական տեսանկյունից կարևորություն ունի 3 հարց, եւ նրանք ամենօրյա կտրվածքով նաեւ մոնիտորինգ են իրականացնում այդ հարցերի հետ կապված։ Դրանցից առաջինը խաղաղության պայմանագիրն է, այսինքն ուժերից որ ուժը ինչպես է դիրքավորվում խաղաղության պայմանագրի հետ կապված, որովհետեւ արդյոք պատրաստվում են վերանայել այդ պայմանագիրը թե ոչ։ Հաջորդը վերաբերում է սահմանազատման գործընթացին։ Ինչպես են ուժերը դիրքավորվում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նկատմամբ եւ ընդհանուր գործընթացի նկատմամբ։ Արդյոք նրանք պատրաստվում են վերանայումներ կատարել այս հարցի հետ կապված թե ոչ։ Եվ երրորդը վերաբերում է հաղորդակցություններին, մասնավորապես TRIPS-ի համաձայնագրին։ Արդյոք նրանք պատրաստվում են քաղաքական ուժերը Հայաստանի պատրաստվում են վերանայումներ իրականացնել ձեռք բերված, ընդ որում ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններում, թե ոչ։ Եվ արդեն անկախ նրանից թե որ ուժը կհաղթի, արդեն կախված տվյալ հարցերի հետ կապված տվյալ ուժի դիրքավորումից եւ դիրքորոշումներից Ադրբեջանը կկառուցի կամ կվերանայի իր քաղաքականությունը։ Բայց ձեր կարծիքով երբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը ըստ էության նրանք շարունակում են կապել Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հետ, ընդգծում են, որ իրենք որևէ պրետենզիա չունեն Հայաստանի սահմանադրության բովանդակության հետ։ Իրենք ասում են, դա ձեր էլի ներքին գործն է, մեր խնդիրը այն է, որպեսզի ձեր սահմանադրության մեջ որևէ հիշատակում չլինի, որը ըստ մեզ տարածքային հավակնություն է պարունակում Ադրբեջանի տարածքի նկատմամբ, հետաբար մնացած բովանդակությունը ինչ կուզեք, դա ձեր խնդիրն է, ինչ կգրեք, ինչ բնույթի սահմանադրություն կունենաք։ Այդ գիծը շարունակվում է եւ ցավոք սրտի կա նաև ոչ ամբողջական ընկալում սահմանադրական հանրաքվեի կազմակերպման դժվարությունների եւ դրա այսպես հաջող անցկացման դժվարությունների հետ կապված, որովհետեւ դրա համար օրինակ անհրաժեշտ է խորհրդարանում, որպեսզի ուժը ունենա 2/3, հետո այնտեղ բավական բարձր շեմ է նախատեսված անցկացման, կազմակերպման հետ կապված, հետաբար սրանք բարդություններ են, որի լիարժեք պատկերացումը իմ կարծիքով ադրբեջանական կողմում չկա։ Պարոն Մինասյան, ձեր գնահատմամբ նման այցելությունները կարող են իրական ազդեցություն ունենալ։ Ինչպես նշեցի, դրանք արդեն իսկ որոշակի ազդեցություն ունեն, այո, որովհետև մեր առաջի այցի ժամանակ մենք բարձրացրել ենք նաև հայ էլի հերթական անգամ բարձրացրել ենք հայ գերիների վերադարձի հարցը։ Դեռ այն ժամանակ մենք հավաստիացում ստացանք, որ մեր այցը Բաքու դրական ազդեցություն ունի այդ գործընթացի վրա, մեր խնդրանքն նաև հաշվի են առնում ու դրանից հետո 1-2 ամիս անց մենք ականատես եղանք մեր 3 հայրենակցի վերադարձին, այսպես
մեր համեստ ներդրումը ունեցանք այդ հարցում, ինչը բավական կարևոր է։ Հուսով ենք նաև հետագայում մեր ջանքերը ինչ որ արդյունքներ կտան, այլ չեմ ասում նաև մյուս քայլը, որը նշեցի, դա ցամաքային սահմանահատումը։ Այսինքն մեր նախաձեռնությունը արդեն ունի որոշակի փոքր արդյունքներ, իհարկե չափելիությունը բարդ է, որովհետև քաղաքական ամենատարբեր հարցերի հետ քննարկումները, բանակցությունները ընթանում են փակ ձևաչափով, հետեւաբար դրա չափելը այդքան էլ հեշտ չէ։ Այնուամենայնիվ մեր ներքին զգացողությունն է, որ սա արդյունավետ ձևաչափ է եւ իհարկե ունի մեծ պոտենցիալ եւ երկու երկրների ղեկավարության մոտ քաղաքական կամքի արկայության դեպքում այն բավական ավելի լուրջ եւ տեսանելի արդյունքներ կարող է գրանցել։ Իսկ բացի Գաբալայում կլոր սեղան քննարկմանը մասնակցելուց եղել եք այլ վայրերում շրջել թեկուզ Բաքվում, քաղաքում։ Չէ, այս անգամ այցը հենց Գաբալան էր, Գյանջայով էր կազմակերպվում ուղղակի, այնտեղ երկաթուղային ավտոբուսով մեր սահմանից հասել ենք Գյանջա, այնտեղ երկաթուղային կայարան միանգամից, քաղաքում շրջելու հնարավորություն չեղավ եւ արդեն այնտեղից գնացքով ենք շարժվել դեպի Գաբալա։ Իսկ Հաջիևի հետ հանդիպումը ինչպես կգնահատեք։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս Հիկմետ Հաջիևի հետ հանդիպելու հնարավորություն կար, ինչը բավական կարեւոր է, որովհետեւ էլի պաշտոնական հայտարարությունը մի բան է, բայց երբ փակ ձևաչափով դու հնարավորություն ունես քեզ ուզող հարցերը էլի առանց որևէ սահմանափակման տալու եւ փորձելու ստանալ հնարավորինս անկեղծ պատասխաններ ոչ դիվանագիտական բառակազմով, դա բավական կարևոր է։ Հնչեցին նաև մի շարք ուղերձներ, օրինակ իհարկե բովանդակություն ամբողջությամբ չեմ կարող ներկայացնել, սակայն թերևս ամենակարևոր մտքերից մեկը այն էր, որ ադրբեջանական կողմը այժմ հետաքրքրված է Հայաստանից ապրանքների ներմուծմամբ։ Ինչպես գիտեք, մինչ այժմ Հայաստանն է նավթամթերքեր ներմուծում Ադրբեջանից եւ հիմա իրենք հետաքրքրված են եւ արդեն ուսումնասիրություններ են իրականացնում, թե հայկական ինչ ապրանքներ, որ ապրանքները պահանջված կլինեն Ադրբեջանում եւ կարծես թե կան որոշակի քննարկումներ այս ուղղությամբ, ինչը բավական կարեւոր է։ Եվ մի բան էլ կա նաեւ ընկալում ադրբեջանական կողմում, որ Հայաստանը կարող է, ինչպես Վրաստանն է, Հայաստանը կարող է դառնալ տրանզիտային կարևոր երկիր ամենատարբեր ապրանքների, սկսած էներգակիրներից մինչև էլեկտրոէներգիա, դրանց տարանցման համար դեպի Թուրքիա եւ անգամ Թուրքիայով դեպի Եվրոպա։ Հիմա ժամանակին կար Սևծովյան, Ստորջերյա էլեկտրամալուխի գաղափարը, որով նախատեսվում էր Հարավային Կովկասից, մասնավորապես Վրաստանից եւ Ադրբեջանից էլեկտրոէներգիա մատակարարել Եվրոպա Սևծովի հատակով։ Հաշվի առնելով ուկրաինական պատերազմով պայմանավորված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև այդ նախագծի ծախսերը, հիմա կարծես ադրբեջանական կողմը հակվածություն ունի, որ նույն այս գաղափարը էլեկտրոէներգիայի արտահանման կարելի է իրականացնել ցամաքային ճանապարհով, այսինքն Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի տարածքով։ Եվ այստեղ թերևս առաջիկայում հնարավոր է նաև, որպեսզի Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի էլեկտրագծերը միանան, խոսքը չի նշանակում, որ մենք միասնական համակարգ ենք ունենալու, այլ միանալու են, ինչպես օրինակ Հայաստանի եւ Իրանի էլեկտրահամակարգերը, եւ փաստացի անհրաժեշտության այդ էլեկտրահաղորդման գծերով կարող է էլեկտրոէներգիա փոխանցվել տարբեր ուղղություններով։ Սա բավական հեռանկարային ուղղություն է եւ այս նախագծերի հետ կապված ուշագրավ է նաեւ այն, որ սրանք հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև մեր տարածաշրջանից դուրս, մասնավորապես Եվրոպական միությունը, քանից հայտարարել է, որ պատրաստ է օրինակ ֆինանսավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջև էլեկտրագծերի միացման այդ նախագիծը, ինչը բավական լուրջ հեռանկարային ծրագիր կարող է դառնալ։ Պարոն Մինասյան, իթիվս այլ հարցերի քննարկել եք նաև տարածաշրջանային զարգացումները։ Իրենք էլ են կողմ, որ Իրանի շուրջ զարգացումները լուրջ մարտահրավեր են ստեղծում Հարավային Կովկասի համար։ Մեր աշխատանքային քննարկումներից մեկը նվիրված էր հենց տարածաշրջանային զարգացումներին եւ հետաքրքիր էր օրինակ հասկանալու Ադրբեջանում ընկալումները, հատկապես Նախիջևանի օդանավակայանի թիրախավորումից հետո իրենք ինչպես են տեսնում այս իրավիճակը, ինչ հանգուցալուծում են սպասում եւ այլն, կամ ինչ մարտահրավերներ են տեսնում։ Մենք ստացանք այն հստակ ազդակները, որ անվտանգային ընկալումների տեսանկյունից իրենց մոտ կան որոշակի տրանսֆորմացիաներ։ Իրենք նախ եւ առաջ գնահատում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված այս կայունությունը եւ ինչպես իրենք բնութագրեցին, սա կարծես անվտանգային իմունիտետ է ձևավորել երկու երկրների համար, երբ
Երևանը եւ Բաքուն ըստ էության չեն տեսնում անվտանգային սպառնալիքներ միմյանցից եւ ինչ որ առումով հանգիստ են այդ առումով եւ կարողանում են կենտրոնանալ այլ առաջնահերթությունների վրա։ Միաժամանակ ընդգծում եմ, որ եթե չունենայինք մենք ներկայիս այս կայունությունը երկու երկրների միջև, եթե չլինեն այն նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մեծ էր հավանականությունը, որ այս տարածաշրջանային պատերազմը կարող է տարածվել նաև Հարավային Կովկասում, այլ չեմ ասում, որ ամենատարբեր երրորդ երկրներ կարող էին փորձել միջամտել, ներգրավել եւ կրկին սրել իրավիճակը։ Հետաբար ստեղծված ստատուս քվոն ըստ էության իրենք բավական բարձր են գնահատում եւ ընդգծում են, որ անվտանգային առումով Հայաստանը եւ Ադրբեջանը նույն նավի մեջ են, ունեն նույն առաջնահերթությունները, մասնավորապես այն, որ երկու երկրներն էլ հետաքրքրված են, որ այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի, միևնույն ժամանակ ոչ Երևանը, ոչ Բաքուն չեն ցանկանում, որ տարածաշրջանային պատերազմը ընդլայնվի դեպի հյուսիս, ինչը բավական կարևոր է եւ հետեւաբար սա նաեւ աշխատելու համատեղ աշխատելու դաշտ է բացում, թերևս պատահական չէ, որ վերջին մեկ ամսում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երկու հեռախոսազրույց են ունեցել, իմիջիայլոց իրենք բավական բարձր են գնահատում նաեւ այս շփումները, երբ Ադրբեջանի օդանավականի թիրախավորումից հետո հայկական կողմը կապ էր հաստատել, միևնույն ժամանակ հայկական կողմը հանդես էր եկել այսպես հումանիտար ճանապարհ տրամադրելու առաջարկով, հաշվի առնելով, որ այդ լարվածության ֆոնին մի քանի օրով իրենք փակել էին Ադրբեջան-Նախիջևան սահմանը եւ տրանսպորտը չէր կարող գնալ, հայկական կողմը այդ իրավիճակում առաջարկել էր, որ կարող ենք այդ հումանիտար փոխադրումները կազմակերպել մեր տարածքով։ Իրավիճակը այնտեղ շուտ կարգավորվեց, հետաբար դրա անհրաժեշտությունը չեղավ, սակայն իրենք նաև շնորհակալություն էին հայտնում այդ առաջարկի համար։ Իսկ թրիփի իրագործման հետ կապված մտավախություններ կան։ Թրիփի իրագործման հետ կապված իհարկե քննարկում ունեցել ենք, ընդգծվում է, որ սա շարունակում է մնալ առաջնահերթություն, ավելին մեր ընկալումը այն էր, որ թրիփի իրագործումից է կախված նաև այլ տարբեր հարցերում առաջընթացի հնարավորությունը, այսինքն ադրբեջանական կողմը սպասում է, որպեսզի թրիփի աշխատանքները մտնեն գործնական փուլ, նոր մյուս ուղղություններով փորձի ավելի գործնական, այսպես համագործակցություն ծավալել։ Հետաբար սա իրենց համար բավական կարևոր է, միևնույն ժամանակ նաև կա ընկալում, որ ցավոք սրտի տարածաշրջանային իրավիճակը որոշակի սպառնալիքներ եւ մարտահրավերներ է առաջացնում, ըստ էության գաղտնիք չէ, որ Իրանի շուրջ զարգացումների հետևանքով տարածաշրջանում ամերիկյան ներդրումները որոշակի ռիսկի տակ են հայտնվել եւ այժմ ըստ էության փոփոխականները շատ են, դեռևս վաղ է հստակ գնահատականներ տալ, թե թրիփի ճակատագիր արդյոք կվտանգվի թե չէ, սակայն առնվազն այս փուլում հնարավոր մարտահրավերների մասին կարելի է քննարկումներ ունենալ եւ իհարկե ամեն բան կախված է նրանից, թե ի վերջո այս ճգնաժամը Իրանի շուրջ ինչպես կհանգուցալուծվի, ինչպիսի Իրան մենք ունենանք դրանից հետո, ովքեր կլինեն Իրանում որոշում կայացնողները, ինչ տնտեսական հավասարակշռություն մենք ունենանք տարածաշրջանում, արդյոք ԱՄՆ-ն կպահպանի իր հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանի նկատմամբ թե ոչ, հետեւաբար փոփոխականները շատ են եւ ցավոք սրտի ոչ բոլորն են մեզնից կախված, հետեւաբար եւ Ադրբեջանը եւ Հայաստանը այդ թվում նաեւ այս ուղղությամբ պետք է բարբերաբար կոնսուլտացիաներ ունենան եւ միևնույն ժամանակ Հայաստանը արդեն իր հերթին ամերիկյան կողմի հետ պետք է շարունակի իր բանակցությունները, ինչպես հայտնի է այժմ կողմերը աշխատում են թրիփի պայմանագրի վրա, որը առաջիկայում ըստ էության կվերջնականացվի։ Շնորհակալ եմ շատ, պարոն Մինասյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը։